Իրանում անկարգություններն ու բողոքի ցույցերը սաստկանում են ազգային արժույթի արժեզրկման ֆոնին։ 8-րդ օրն է կրակների մեջ են մեր հարևան երկրի քաղաքների փողոցները։ Իրանական ռիալի արժեզրկումը ու կտրուկ գնաճը ոտքի է հանել շուկաների առևտրականներին։ Տնտեսական ճգնաժամի պատճառով փողոց դուրս եկած մարդիկ սկսել են քաղաքական պահանջներ ներկայացնել Իրանի ղեկավարությանը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին շաբաթ օրը հայտարարել է, որ առևտրականների բողոքը տեղին է ու իրավունք ունեն կառավարությանը պահանջներ ներկայացնել, բայց անկարգությունները միայն Իրանի թշնամիներին են ձեռնտու։ Երբ առևտրականը տեսնում է երկրի տնտեսական վիճակը, ազգային արժույթի արժեզրկումը, ասում է. ես այլևս չեմ կարող բիզնեսով զբաղվել։ Եվ նա ճիշտ է։ Տնտեսությունը փրկելու, ծանր դրությունից դուրս գալու համար հրատապ որոշումներ է ընդունել Իրանի կառավարությունը։ Իրանի կենտրոնական բանկի նախագահը փոխվեց եւ վերջին օրերը ամենացածր խավի, աղքատ խավերին ինչ որ գումարներ է պետություն փոխանցում, որպեսզի կարողանան հաղթահարեն այդ տնտեսական ճգնաժամ վիճակը։ Իրանական փողի կտրուկ արժեզրկման պատճառը ըստ իրանագետ Փույա Հոսեյնի նոր պատժամիջոցներն են։ Եվրոպական մի քանի երկրներ ու Միացյալ Նահանգները 2.5 ամիս առաջ Իրանի դեմ նոր սանկցիաներ էին սահմանել։ Ըստ իրանագետի առաջին անգամը չէ, որ հավաքական արևմուտքը այսպես փորձում է Իրանում ներքին խժդժություններ հրահրել։ Անկարգությունը Իրանում անթույլատրելի է, որովհետև արտաքին ուժերը կօգտվեն այդ անկարգություններին եւ անկայունություններին Իրանից եւ հնանավոր է անվտանգությունի խնդիր ստեղծեն Իրանի համար եւ նոր հարձակումներ նախապատրաստեն։ Իրանը չի զիջի հակառակորդին, այսպես է արձագանքել Խամենեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե նահանգները կազմ ու պատրաստ է գործի անցնել, եթե Իրանի կառավարությունը կրակ բացի ցուցարարների ուղղությամբ։ Մենք չենք հանձնվի թշնամուն, հույս դնելով ամենակարող Աստծո վրա եւ վստահ լինելով ժողովրդի աջակցությանը, մենք թշնամուն ծնկի կբերենք։ 8-օրյա բողոքի ցույցերի ընթացքում Իրանում շուրջ 2 տասնյակ մարդ է զոհվել, 51-ը վիրավորվել, մոտ 600 մարդ ձերբակալվել է։ Իրանագետի համոզմամբ մարդկանց մահվան մեջ արտաքին ուժերի մատն է խառը։ Սպանությունները որտեղից են գալիս, այդ գործակալները ժողովրդի մինչև ինչ որ գերագում են, ժողովրդի մինչև կամ կարող է հենց ուժայինների մեջից լինի ինչ որ գործակալներ, որ գերագում են եւ դա է սցենարը, որովհետեւ փորձեն պետությունի վրա կսեն, որ պետությունը ժողովրդի վրա գերակ է բազել։ Ըստ Փույա Հոսեյնի Իրանի ազգային անվտանգությունը թշնամի պետությունների համար աշխատող գործակալների է ձերբակալել, որոնք խաղաղ ցուցարարներին են միացել անկարգություններ հրահրելու նպատակով։ Իրանի վրա հարձակում է։ Էդգար Ղուշյան, Էրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։